Արդեն մի քանի օր է անցկացվում է Նինոսմինդայի մշակույթի կենտրոնի տարածքի ցանկապատի վերանորոգման աշխատանքները։ Այս աշխատանքի համար տեղական բյուջեից հատկացվել է 2800 լարի գումար։ Это здание было построено в 80-х годах, сдано в эксплуатацию. После этого никаких ремонтных работ не проведено. Единственный раз, где-то 6 или 7 лет тому назад, была обновлена стена. Но после этого, как вы видите, опять облицовка разрушилась. И сейчас заново, насколько я знаю, Гамгеоба организовала заново провести ремонт. Сзади здание открытая местность, там раньше было ограждение сеткой, сейчас его нету. Если послезавтра здесь проведут отопление и там будет здание для котла, то мы должны, я думаю, что Гамгеоба достанет финансы, чтобы закрыть с той стороны стены ограждения. Эти, да, до 23-го года, потому что наш памятник будет жертвам геноцида. Насколько я знаю, открытие памятника будет жертвам геноцида в Османской Армении. И к этому дню, я насколько знаю, уже эту стену отремонтируют. И здесь, вот здесь труба протекла, основная, и тоже должны до 23-24 отремонтировать эту трубу. Ինչպես նշեց Սակրեբուլոյի նախագահան, քանի որ մշակույթի կենտրոնի բակում մոտ ժամանակներս անցկացվելու է Եղեռնի զոհերի հիշատակի նվիրված հուշարձանի բացման արարողությունը, անհրաժեշտ է նաև բարեկարգել շրջակա տարածքը։ Ուրեմն մի անգամ ևս ասել եմ, մենք երիտասարդական պալատի ամբողջ տարածքը բարեկարգում ենք մի նպատակի համար, որպեսզի պատրաստվենք ամսի 24-ի հայտնի իրադարձություններին, այսինքն ամսի 23-ին պետք է կազմակերպվի հիշատակի կապակցությամբ արձանի բացման եւ ամսի 24-ին արդեն գիտեք Եղեռնի մանման զոհերի օրն է, այնպես որ այդ կապակցությամբ է, որպեսզի այդ տարածքը բարեկարգված լինի, նոր պարիսպը ուրեմն երեսապատված եւ այլն, այնպես որ այս աշխատանքներն են հիմնականում նպատակ այդ ուղղությամբ պատրաստում ենք ամսի 24-ին։ Այո, մեր տեղական բյուջեից հատկացված 2700 լար ուրեմն Գամգեոբայի այդ ծախսերից, որպեսզի ուրեմն բյուջետային փոփոխություններ չանենք, հապշտապ արագ այդ տեմպերով, որպեսզի այդ աշխատանքը ավարտենք։ Այսինքն մեզ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի այդ աշխատանքը լիարժեք ավարտենք, դրա համար մենք արագացնում ենք, որպեսզի հասցնենք մեր սահմանված ժամկետում ավարտվենք։ Այս աշխատանքը պլանավորվում է ավարտել 1 շաբաթվա ընթացքում։